Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր ապրիլի 6-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ու ես պետք է ասեմ, որ այսօր էլ մենք կանդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին։ Այո, զարգացումները աշխարհում լուրջ են գնում։ Նաև Ամերիկա-Իրան հակամարտության կոնտեքստում, նաև Ուկրաինայի կոնֆլիկտի կոնտեքստում, շատ բարձ զարգացումներ են, անպայման պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում ու կան մեր ուշադրության կենտրոնում, բայց այսօր ես նորից ստիպված եմ խոսել միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին, քանի որ 3 ապրիլի 5-ին Ռուսաստանը նոր փաթեթ նախապայմաններ, սպառնալիքներ ներկայացրեց Հայաստանի առջև։ Ուրեմն Դմիտրի Պեսկովը, պրեսկարտուարը Պուտինի, ամենամոտ կանգնած մարդկանցից մեկը Պուտինին, տվեց ինտերվյու ռուսական պետական ալիքներից մեկին ու հնչեցրեց այս սպառնալիքները։ Մենք հիշում ենք ապրիլի 2-ին, 3-ին լուրջ ուսումնասիրել ենք ապրիլի 1-ի բանակցային պրոցեսի Փաշինյան-Պուտին արդյունքները, հետևանքները, հիշում եք սպառնալիքներ, որոնք հնչեցրեց այդ բանակցություններից անմիջապես հետո Ալեքսեյ Օվերչուկը փոխվարչապետը Ռուսաստանի պարզ է Պուտինը հանձնարարեց, ինքը հնչեցրեց, բայց նոր փաթեթ սպառնալիքներ հնչեցրեց այս անգամ Դմիտրի Պեսկովը։ Ու պարտավոր ենք ուսումնասիրել, հասկանալ ուր է գնում այդ ամեն ինչ։ Այսօր նաև ես ուզում եմ անպայման ձեզ ասել Ալեն Սիմոնյանի շատ դիպուկ արձագանքի այն իրավիճակի, որը կա հայ-ռուսական հարաբերություններում։ Եվ ինչ անել, ինչու Ռուսաստանը այս դեպի քաղաքականություն է վարում, ինչ հետևանքներ դա կունենա մեր հարաբերությունների վրա։ Այդ հարցերը մենք այսօր կքննարկենք։ Ուրեմն, որն են նոր նախապայմանները, որոնք դնում է Ռուսաստանը մեր առջև, ես ուզում եմ ի սկզբանե թվարկել, հետո կասեմ, ով հնչեցրեց դա, Պեսկովը, Ալեքսեյ Օվերչուկը, երեկվա մասին է խոսքը ապրիլի 5-ին։ Որ գազի գինը կբարձրացնեն մեզ համար, որ ավիահաղորդակցությունը Ռուսաստան-Հայաստան կարող է կտրվի, փակվի, պահանջ է դրվում Հայաստանի առջև հղում չանել Պուտինի վրա Ղարաբաղի հարցի հետ կապված, կոպիտ ասած, երբ որ Պուտինը ասում է, որ դուք եք մեղավոր, որ ճանաչեցիք Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, մենք չասենք, որ Պուտին դու առաջինն ես ճանաչել, ուրեմն մի գցի Հայաստանի իշխանությունների վրա, Հայաստանի վրա, ասում են հղում չանեք տղեկ։ Եվ Ռուսաստանը ասում է, ի պաշտոն է, ամենաբարձր մակարդակով, որ մենք իրավունք ունենք միջամտել ձեր ընտրությունների պրոցեսի մեջ։ Այս հարցերը դրվեցին ապրիլի 5-ին։ Հիմա հերթով գնանք, ով ինչ ասեց։ Ուրեմն, ինչ ասում Դմիտրի Պեսկովը։ Ինքը ասում է բանակցությունները Փաշինյան-Պեսկով, Փաշինյան-Պուտին անկեղծ էին, անհրաժեշտ էին, օգտակար էին։ Այս ձևի ընդհանուր բան տվեց ու փակեին բանակցությունները, դուք հիշում եք Փաշինյան-Պուտին ելույթներից հետո 10 րոպե խոսացին, ելույթներից հետո պատվիրակությունները հանդիպեցին բավական երկար բանակցություններին, այդ բանակցությունից հետո ապրիլի 1-ին ուշ երեկոյան սկսվեց Փաշինյան-Պուտին տետատետ զրույցը։ Ու ինքը ասում է, քանի որ փակ զրույց էր, փակ ռեժիմով էր, պարզ է, որ շատ ու շատ բաներ չեն հրապարակվում, ինչի մասին էին խոսում։ Բայց Պեսկովը ասում է օգտակար էր, անկեղծ զրույց էր եւ այլն։ Հիմա դրանից հետո սկսեց բացել փակագծերը Դմիտրի Պեսկովը։ Ինքը իմիջիալս տվեց իր ինտերվյուն Պավել Զարուբինին այդ վեստի ծրագրի շրջանակներում։
Ինքը ասում է Հայաստանը մեծ բաներ է ստանում, նաև փողեր ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Մեծ առավելություն, մեծ զարգացում տնտեսության, ուրեմն Եվրոմիություն գնալը սխալ է ու Եվրոմիության գնալը ու ԵԱՏՄ-ի մնալը դա սխալ է։ Ստեղ ես պետք է ասեմ մեկ բան։ Բոլորս գիտենք, որ անհամատեղելի են Եվրոմիությունը ԵԱՏՄ-ի խաղի կանոնները։ Բոլորս գիտեն, ինչի են կրկնում 100 անգամ չեմ հասկանում։ Ավելին Հայաստանը նույնիսկ Եվրոմիությանը չի դիմե անդամակցության հայտը։ Չի դիմե, որ մենք ասենք այ դիմեց Հայաստանը ի պաշտոն է։ Ահա, ուրեմն Եվրոմիությունը ինչ որ ժամանակացույց կնշի ու ասենք 10-15 տարուց հետո խնդրեմ կառաջանա։ Ուրեմն իզուր այս ձևի խոսքեր ասում են պաշտոնյաները ու կրկնում են Ռուսաստանի։ Բացի դրանից մեծ գաղտնիք չի, որ Հայաստանը ավելի շատ այդ հարկերից, տուրքերից հավաքված ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատանքից, հարկերից, տուրքերից հավաքած ուղարկված կենտրոն ԵԱՏՄ-ի Հայաստանը շատ ու շատ ավելի փոքր մաս հետ է ստանում։ Դա էլ մեծ գաղտնիք չի։ Ուրեմն ինչ են հեքիաթ պատմում։ Մյուսը, ինչ ասում Պեսկովը։ Պեսկովը ասում է, գիտեք ինչ է։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը հղում անի այն, ինչ հայտարարեց Պուտինը նախագահ Ռուսաստանի Ղարաբաղի հետ կապված։ Դուք հիշում եք 2020 թվին պատերազմի ավարտից հետո նոյեմբերի 9-ին անմիջապես հետո երկու անգամ իրար հետևից Պուտինը ասեց, որ Ղարաբաղը անբաժանելի մասն է Ադրբեջանի։ Ու հիմա իրենք ասում են մի հղում անի։ Նիկոլ Փաշինյանը այդ հղումը արեց, հիշում եք, ապրիլի 1-ին, ինչը ես ողջունեցի, քանի որ երբ որ Պուտինը ասեց դուք ճանաչեցիք Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, դուք եք մեղավորը, որ այս ձևի լուծվեց, Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ իրեն ասեց, այ ախպեր, մենք դա արեցինք 2022 թվի օկտեմբերին Պրահայում, բայց դու 2020 թվին 2 տարի առաջ դա արեցիր, ինչ ես մեր վրա գցում պատասխանատվությունը։ Կոպիտ ասած, դու ես հանձն է, դու ես դավաճան է, հայ ժողովրդին ես հարցում։ Հիմա ինչ է ասում Դմիտրի Պեսկովը։ Ինքը ասում է, մենք ուզում ենք, Մոսկվան ուզում է, որ դուք այս հղումները չանեք Պուտինի ասացի վրա։ Դա նախապայմանն է, որը անընդունելի նախապայման է, քանի որ պետք է մենք բոլորս լինենք անկեղծ, ազնիվ ու ներկայացնենք եւ մեր հասարակությանը եւ Ռուսաստանի հասարակությանը ճշմարտությունը։ Մյուսը ինչ ասում է Դմիտրի Պեսկովը։ Ինքը ասում է, գիտեք ինչ է։ Մենք իրավունք ունենք հետաքրքրվել, միջամտել ձեր ընտրությունների մեջ։ Հայաստանի ընտրական process-ին մենք իրավունք ունենք, քանի որ 2 միլիոն հայ ապրում է Ռուսաստանում ու ինչ որ այսդեպի լոլոներ կարդաց։ Ավելին ինքը ասեց, հիշում եք, Պուտինը հիշեցրեց այդ հանդիպան ժամանակ ապրիլի 1-ին Փաշինյանի հետ, հիշեցրեց, որ կան Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր բանտում են, տվեք իրանց իրավունք մասնակցելու ընտրություններին։ Դες կոպիտ ասած, Ռուսաստանը Դմիտրի Պեսկովի բերանով մեզ ասում է, որ մենք Ռուսաստանը իրավունք ունի միջամտել ներքին գործերի մեջ Հայաստանի։ Ու ապրիլի 5-ին էլի մեկ նախապայման ասեց, ներկայացրեց Ալեքսեյ Օվերչուկը, փոխ վարչապետը։ Ինքը ասում է, որ եթե Հայաստանը դեպի Եվրոմիություն գնա, ուրեմն ավիահաղորդակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կփակվի։ Չի լինի կապ։ Պարզ է դա ուղղված է այս ընտրություններին, քանի որ վախացնում են մեր 2 միլիոնանոց, միգուցե նույնիսկ ավել, մեր համայնքը, հայ համայնքը Ռուսաստանում, որ կապ չունենա, ավիակապ չունենա Հայաստանի հետ։ Վախացնում են Հայաստանի քաղաքացիներին, որ չեն կարող մեկնել ավիա ուղիներով Ռուսաստան։ Ակնհայտ պրոպագանդիստական հայտարարություն։ Բայց ես նորից կրկնում եմ, այս 3-4 նոր նախապայմաններ հնչեցրեց Ռուսաստանը։
ու այո, դա չի կարող չմտահոգել մեզ, ոչ միայն իշխանություններին, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի եք դնում նախապայմանների մեր առջև, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, եթե մենք խաղի կանոնները չենք խախտում, այո, քաղաքական որոշում ունենք գնալ դեպի Եվրոմիություն, բայց այդ 10-15 տարվա պերսպեկտիվա է, դա այսօրվա խնդիր չի։ Ես պետք է ասեմ, որ շատ դիպուկ պատասխանեց նախկին սպառնալիքներին մայիսի 4-ին, այն սպառնալիքներին, որոնք ապրիլի 1-ին 2-ին հնչեցվեցին Ռուսաստանի պաշտոնյաների կողմից, շատ դիպուկ պատասխանեց Ալեն Սիմոնյանը, մեր ազգային ժողովի նախագահ։ Երբ որ լրագրողները ապրիլի 4-ին իրենից հարցրեցին, այ Ռուսաստանը կարող է գները բարձրացնի, գազի, այլ ապրանքների, ինչ եք մտածում, ինչ պետք է արվի, ինքը առաջինը ասեց, որ Նիկոլ Փաշինյան-Պուտին առանձնասրույցի ժամանակ բավական լավ անցան այդ առանձնազրույցը, քննարկում էր, պրոբլեմներ եւ այլ, ինքը գնահատականը տվեց Ալեն Սիմոնյանը այս առանձնազրույցի մասին դրական ու ասեց այդ ամենավատ սցենարները չեն լինի, մոտավորապես այդ էլ միտք կա Ալեն Սիմոնյանի, բայց մյուս կողմից Ալեն Սիմոնյանն ասեց, բայց իրոք քննարկումը գազի գնի այլ գների հետ գնում է ու եթե լուծվի հարց, որ գազի գները բարձրանան, Հայաստանը դուրս կգա եւ հապկից եւ ԵԱՏՄ-ից։ Ողջունում եմ այս դիպուկ հստակ ասվածը։ Բացատրեմ ինչու։ Ռուսաստանի հետ խաղեր տալը իրոք վտանգավոր է։ Իրանք դա օգտագործում են քո դեմ։ Ու երբ որ հստակ դու ասում ես, գիտեք ինչա, մենք ձեզ հետ աշխատում ենք, մենք ուզում ենք շարունակել աշխատել, ձեր դեմ բան չենք անի, հենց դա ասեց Ալեն Սիմոնյանը, չեք արե, չենք անի, բայց եթե դուք մեր դեմ քայլեր անենք, մենք դուրս կգանք եւ հապկից եւ ԵԱՏՄ-ից, քանի որ անիմաստ կլինի այնտեղ մնալ։ Այս ձևի դիպուկ ասածը անչափ կարևոր է։ Բացի դրանից Ալեն Սիմոնյանը նաև ասեց, երբ որ անընդհատ լրագրողները մեկ հարց են բարձրացնում, ով կլինի երաշխավորը այս խաղաղության, որը հիմա կա Ադրբեջանի հետ եւ այլ, գարանտը։ Ինքը ասեց գարանտը Հայաստանը Ադրբեջանի համար է, գարանտ Ադրբեջանը Հայաստանի համար։ Եթե գնում է խաղաղության process-ը ու ստացվեց, որ երկկողմ բանակցությունների միջոցով դրան հասանք, ինչ բադ է։ Ես համաձայն եմ դրա հետ։ Այո, տարբեր կոնֆլիկտներում, տարբեր ձևերով են լուծում։ Օրինակ, նորից կրկնում եմ այդ օրինակը դասական, որ Կոսովոյի դեպքում մեծ դեր խաղաց գարանտ ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն երաշխավորն է։ ՆԱՏՕ-ն ունի ՄԱԿ-ի մանդատ ու այնտեղ պահպանում է խաղաղությունը։ Բարդ process է գնում, լինում են սրումներ հարաբերություններում սերբերի եւ կոսովարների միջև, բայց ՆԱՏՕ-ն կարողացավ լուծել ու մեղմացնել այդ հակասությունները։ Հայ-ադրբեջանական կոնտեքստում գարանտ պարզվեց, որ պետք չեկավ, Հայաստանը, Ադրբեջանը իրենց վրա ստացեցին։ Ուրեմն տարբեր ձևերով է լինում։ Ես իմիջիալ ձեզ ասեմ, շատ հետաքրքիր է, Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է այդ զարգացումների, որոնք գնում են Հայաստանի, Ռուսաստանի միջև ու Ադրբեջանի արտգործնախարարը արձագանքեց։ Հիմա Ադրբեջանը արտգործնախարարությունը պահանջում է Ռուսաստանից հենց բացատրություն, ինչի հետ է կապված, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելով խոսում էր Ղարաբաղի մասին։ Պուտինը միջամտում էր Ադրբեջանի ներքին գործերի մեջ։ Պահանջում են բացատրությունը, ինչի Դմիտրի Պեսկովը նորից այդ թեմային անդրադարձավ։ Ադրբեջանն էլ ուշադիր հետևում է ու իրենց արձագանքը հենց ու դիտողությունը հենց Ռուսաստանի քաղաքականությունն է։ Ուրեմն մի հատ էլ նորից կրկնեմ, որ նոր մի քանի նախապայման Ռուսաստանը դրեց, այդ նախապայմաններից մեկը գազի գինը բարձրացնելն է, սպառնալիք, ավիահաղորդակցությունը կտրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, պահանջում են, որ մենք ոչ մի հղում չանենք Պուտինի ասածին կապված Ղարաբաղի հարցի հետ եւ ասեցին մենք իրավունք ունենք միջամտել Հայաստանի ընտրական process-ի ու Հայաստանը չպետք է դժգոհ լինի։
Այդ նոր նախապայմաններն են, որոնք Ռուսաստանը հնչեցրեց ապրիլի 5-ին։ Ուստեղ ես պետք է ասեմ, որ մեր ընդդիմադիրների ուժերի 1-2 դրվագներին ուզում եմ անդրադառնալ, շատ վտանգավոր դրվագներ։ Օրինակ մեր ընդդիմադիրներից մեկը Հայաստանում ասեց, որ Ռուսաստանի սխալը նա էր, որ ինքը տեղյակ չպահեց, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այդպես 5 շրջան 7 շրջան պետք է հանձնենք, թե 5 շրջան, Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում եւ այլ։ Բայց ես շատ զարմացած եմ։ Չի ասվում նրա մասին, որ Ռուսաստանը ստանձնեց պարտավորություն խաղաղապաներով պաշտպանել հայերի գոյությունը Ղարաբաղում։ Դա չի ասվում։ Ինչու չի ասվում, զարմացած եմ։ Ռուսաստանը չի կատարի իր պարտավորությունները։ Ինչու եք ուզում ընդդիմադիրներին ուզում եմ ասել, եւ ռուսամետ ընդդիմադիրներին, ես մեկ ասում եմ պրոռուսական ընդդիմադիրներին եւ այլ ընդդիմադիրներին, ինչու եք ուզում մաքրել դեմքը Պուտինի, որը հանձնեց Ղարաբաղը։ Ոստեղ նաև ես մեկ լսում եմ շատ վտանգավոր թես, որ մեր հասարակության մեջ ռուսացիացություն կա։ Ուրեմն ուզում եմ զգուշացնել մեր հասարակությունը գրագետ խելոք հասարակություն է։ Ռուս տուրիստները գալիս են Հայաստան, Ռուսաստանից տուրիստները, Ռուսաստանից բիզնեսով, գործերով գալիս են մարդիկ։ Հայերը փայլուն աշխատում են իրենց հետ, փայլուն հարաբերություններ ունեն։ Ուրեմն Հայաստանում Պուտինի քաղաքականության նկատմամբ կա լուրջ դժգոհություն, լրջագույն դժգոհություն։ Էլ հայ ժողովրդին չես կարող խաբել, Պուտինին եմ ասում, ու հայ ժողովրդի մոտ պուտինյան քաղաքականության նկատմամբ կա դժգոհություն լրջագույն, բայց ոչ թե ռուս ժողովրդի, ու խնդրում եմ ընդդիմադիրներին ուշադիր լինել, երբ որ խոսում են այս ձևի բաներ։ Տուրիստները գալիս են Ռուսաստանից, փայլուն մենք ընդունում ենք, ու մեր ժողովուրդը ճիշտ է անում, բայց պուտինյան քաղաքականությունը, այս ռեժիմի քաղաքականությունը իրոք ուղղված է հայ ժողովրդի դեմ, մեր անկախության դեմ։ Ու Նիկոլ Փաշինյանը, երբ որ ապրիլի 1-ին արձագանքեց Պուտինի ասածին, ու տեղադրեց Պուտինին, հիշեցրեց 2020 թվականի պատերազմից հետո իր ասածը Ղարաբաղի հարցից, ինչու արեց դա։ Տեղադրեց, որ Պուտինի մտքով չանցնի էլի այլ տարածքներ հայ ժողովրդի ինչ որ մեկին հանձնել։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։